Վայոց ձորի մարզի ջերմուկ համայնքում ենք, եկել ենք պարզելու, արդյոք ջերմուկցիները մասնակցելու են հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին, որ քաղաքական ուժին են ձայն տալու և արդյոք հետամուտ են լինելու Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, հունիսի 7-ի ընտրությունների միջոցով տեր կանգնել հաստատված խաղաղությանը։ Դուք առաջիկա ընտրություններին մասնակցել որոշել եք ում եք ընտրելու։ Հայաստանի քաղաքացին բոլորն պետք է ընտրեն, հիմա ընտրելու եմ հիմիկվա կառավարությանը, այսօրվա կառավարությանը։ Գոհ եք կատարած աշխատանքը։ Առանց գոհ ենք։ Օրինակ մի քանի ոլորտ կնշեք, որտեղ կատարված աշխատանքից գոհ եք։ Մի քանի ոլորտներից գոհ եմ, անունից բոլորը։ Օրինակ առողջապահություն։ Առողջապահությունը ահագին մեծ առաջընթաց է, լավ է։ Առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել եք։ Այո, օգտվել ենք։ Քաղաքի կառավարումից գոհ եք։ Գոհ ենք։ Քաղաքի կառավարությունից ենք գոհ։ Իսկ ջերմուկում խաղաղություն կա։ Խաղաղություն է։ Խաղաղություն ոնց են դες մանգալի մեր համար ազատ։ Քաղաքական տարբեր ուժեր ասում են, որ հաստատված խաղաղությունը շատ հեղուկ է, իրենք կգան ուժեղ խաղաղություն կբերեն։ Դա իրանց գործն է, իրանք ինչ են ասում։ Երաշխավորված խաղաղություն կբերեն, այս թույլիկ խաղաղությունն է, լավ խաղաղություն։ Չէ, խաղաղություն բերողները որ բերող են շուտ գային, մի քանի տարի առաջ գային, այն կռիվ վաղ գային։ Հիմա եկել են ինչ խաղաղություն բերել։ Չեն եկել այդ ժամանակ, օրինակ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը ով է, ինքը բիզնեսմեն է, թող է բիզնեսմենությամբ զբաղվի, ինչ գործ ունի ինքը այսօր կառավարության հետ, որ եկել անտելնի բան, ղեկավար։ Կարծում եք ինքը կամավոր է եկել, թե գուցե իրեն Այդ չգիտեմ ինքը ոնց է եկել, ինքը սխալ է եկել ուղղակի։ Ինքը սխալ է եկել։ Հիմա բերել են, չեն բերել, ես չեմ կարող ասեմ ով է բերել։ Հա, եւ ինձ չէր հետաքրքրում թե ով է բերել, ինձ հետաքրքրում է, որ ես կարամ ասեմ, որ ինքը սխալ է եկել։ Ռոբերտ Քոչարյանի մասին ինչ կասեք։ Ռոբերտ Քոչարյանը անունը ընդհանրապես չպետք է տան Հայաստանը։ Ինչո՞։ Որովհետեւ ինքը հենց այն եկած օրվանից Հայաստանի համար ոչ մի բան չի արել, ոչ մի բան չի արել։ Գագիկ Ծառուկյանն էլ տապան է կառուցել։ Գագիկ Ծառուկյանը դա իր արցանը դնի, կողքերը ֆրանչի մասն է խոսքը։ Խաղաղությանը տեր կանգնելու մասով վարչապետի կոչին ի պատասխան ինչ կասեք։ Yarınız խաղաղությունն է լավ։ Հիմա հետո ոնց կնի, էլի չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Հիմա 1000 կուսակցություն, 1000 հոգի այս փոքր Հայաստանում ուզում են վարչապետ, չգիտեմ։ Հենց սխալը դա է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք, որոշում ունեք։ Յուրաքանչյուր քաղաքացի դա պարտականություն է մասնակցել։ Արդեն ունեք որոշում եք ընտրելու։ Միանշանակ։ Եթե գաղտնիք չէ, կարող եք ասել։ Այսօրվա իշխանություններին։ Ինչու՞։ Ավելի ռեալ են, ավելի իրական եւ ապագայի նկատմամբ նրանց ծրագրերը ավելի հասանելի են եւ իրական։ Ջերմուկում այսօր խաղաղ է։ Այո, խաղաղ է։ 22 թվականի սեպտեմբերի միայն մի հանգամանք, եթե այս սահմանազատումը տեղի ունենա մեր այս բարձունքից սարերից մի քիչ գնան իրենց նախկին սահմանների վրա, դա կլինի իրական խաղաղություն։ Դե վարչապետն այդպես էլ ասում է, չէ, որ տեսնենք, համոզվենք, մեր բոլորի ցանկությունը դա է, մեր սարերից հեռանան իրենք։ Դա հենց տեղյակ եք, որ 25 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրվել է խաղաղության փաստաթղթը։ Անպայման, մենք հետևում ենք, իհարկե, մենք մեր երկրի քաղաքացիներ ենք, մտահոգ, անընդհատ հետևում ենք, տեսնում ենք ինչ է կատարվում։ Իսկ նախքան այդ փաստաթղթի նախաստորագրումը ադրբեջանական այստեղ հաստատված զորագազմի կողմից կրակոցներ եւ այլն հնչել են եւ փաստաթղթի ստորագրումից հետո։ Մինչեւ 20 թվականի պատերազմը այստեղ ընդհանրապես որևէ զինվորականություն կամ զորամասային իրավիճակ չկար։ Պատերազմից հետո երբ եկան արդեն հաստատվեցին, մանավանդ 22 թվականի այս դեպքերից հետո, հայտնի դեպքերից հետո, նրանք ամբողջովին մոտեցել են մեր սահմանին, սարի բարձունքներում են նորից եմ ասում հուսով եմ հետ կդառնա սահմանազատումից հետո։ Ես նկատի ունեի եկել են հաստատվել են 22 թվականի սեպտեմբերից այս կողմ կրակոցներ, անհանգստություն։ Բացարձակ։ Եթե խոսքը խաղաղության մասին է, տեսանելի է խաղաղությունը։ Շատ լավ կլինի, շատ անվտանգ կլինի, այդ ամբողջը իրականության վերածվի։
Գիտեք, որ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանի վերած խաղաղությունը այդքան էլ ուժեղ խաղաղություն չի, մի քիչ թույլի Այսօր մեզ պետք է խաղաղություն կգան ուժերը եւ մենք կբերեն։ այսօր մեզ պետք է իրական խաղաղություն եւ մենք հասնում ենք այդ խաղաղությանը։ Մեզ ուրիշ ոչինչ պետք չէ։ Հավատում եք, որ օրինակ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը կգա եւ ուժեղ խաղաղություն կբերի, Ռոբերտ Քոչարյանը կգա եւ երաշխավորված խաղաղություն կբերի։ Մենք ի վիճակի չենք բացի խաղաղությունից ուրիշ այլ գործընթացի։ Այսինքն հաստատված արկա խաղաղության հարատևման կողմնակիցն են, այն ինչ որ կա այսօր։ Անպայման։ Մենք մեր այս փոքրիկ Հայաստանը, եթե մենք ռեալ, ռացիոնալ օգտագործենք եւ բնական ռեսուրսները, եւ մարդկային ռեսուրսները, եւ տնտեսական բոլոր տեսակի ռեսուրսները, սա մեզ բավարար է։ Փորձենք գնալ ամբողջ Հայաստանով մեղրից մինչև նոյեմբերյան։ Տեսնենք ինչքան անօգտագործելի հողատարածքներ կան։ Ընդհանրապես ինչ տարածքներ կան, որոնք կարելի է օգտագործել, շենացնել, փորձենք դա իրականացնել, նոր հետո կմտածենք մնացած բոլոր հարցերի մասին։ Եղածը պետք է պահպանել, շենացնել, զարգացնել նոր մյուս հարցերին։ Իսկ մենք եղածը չենք կարողանում պահել։ Վարչապետի կոչին, որ հաստատված խաղաղությունը բավական չէ, քաղաքացին պետք է տեր կանգնի հաստատված խաղաղությանը, ինչպես կարձագանքեք։ Դուք որպես քաղաքացի Մեր բոլորիս պատկերացումներով պետք է մենք պատկերացնենք ինչ է խաղաղությունը եւ փորձենք այսօրվա իշխանություն սատար կանգնենք, որպեսզի իրական խաղաղությունը կերտի կայացնի այսօրվա իշխանությունը, որից հետո մեր երկիրը զարգանա, փորձենք զարգացնենք, ինքներս յուրաքանչյուրս պետք է մենք մեր մասին, մեր երկրի մասին մտածելով հանդերձ փորձենք զարգացնենք այս երկիրը։ Երբ որ կզարգացնենք, նոր դրանից հետո կխոսենք ուրիշ թեմաների մասին։ Կարելի է ձեր խոսքից բխեցնել, որ խաղաղությունը զարգացման կարևոր երաշխիքներից է։ Պետության զարգացման կարևոր։ Ոչ մի պատերազմի ժամանակ, ոչ մի տեսակի զարգացում տեղի չի ունեցել։ Ինչի մասին է խոսքը։ Ինչպես կհամադրես պատերազմը եւ զարգացումը։ Չի լինում։ Միտեղ որ կա զոհեր, տառապ, անկավերվածություն, այնտեղ ո՞ս կլինի զարգացում։ Արդեն որոշել եք ու մեկ։ Այո, առողջ ուժերի։ Առողջ։ Այսօրվա գործող եւ կողքից ովքեր Չէ, մեկ ուժի ընտրելու իրավունք ունեք, մեկի։ Գիտեմ ես գիտեմ։ Դա է իմ բանը այսօրվա։ Համայնքի կառավարման վիճակից գոհ եք։ Ջերմուկի։ Սխալվում, այո, ձեր համայնքապետը կառավարող ուժի ներկայացուցիչ։ Այո, գիտենք։ Գոհ եք։ Շատ։ Ինքը ընդդիմություն է, բայց գոհ է։ Ես ինչ եմ։ Ընդդիմություն։ Ես Ինքը առաջ օրվանից մենք ընկերներ ենք, 100 տարվա ջերմուկի բնակիչներ։ Մենք միշտ հատկապես 18 թվականի հեղափոխության ժամանակ մենք երկուսով իրար հետ ենք եղել ու միշտ ասենք դրոշակով բանով մենք պատասխան կարե այդ հեղափոխական ուժերին այսօրվա դրությամբ իմ կարծիքով ոչ թե միայն իմ ես որ շատ եմ շփվում ժողովրդի հետ, ես ծնվել մեծացել եմ, մեծ մասը այսօր գործող իշխանության կողմն է։ Ջերմուկում խաղաղ է։ Շատ։ Այն դեպքերից հետո, այն 22-ին էր, չէ՞, ջերմուկը սեպտեմբերի 13-ի դեպքերից հետո ոչ մի դեպք չի արձանագրվել, ոչ մի դեպք։ Այդ բաները հիմա մեկ տարվա, երկու տարվա ընթացքում շատ մեծ շինարարական աշխատանքներ են արել, սահմանի, իհարկե մեր մասին։ Այս ժամանակ պատերազմը որ նոր էր ավարտվել, այդ տարածքները ընդհանրապես սահման չի եղել եւ մենք պոստեր չենք ունեցել, հենակետեր չենք ունեցել։ Դրանից հետո եղավ եւ այդ ընթացքում եւ ձմեռով, ասենք նոյեմբերին ավարտվեց պատերազմը եւ մենք արդեն պետք է սահմանները պաշտպանեինք։ Պատկերացեք ամբողջ տաբանը սահմանը 1000 կիլոմետր էր արդեն Ղարաբաղից դուրս էին եկել մեր զորքերը պետք է այդքան պայմաններ չկար նույնիսկ։ Ես հիշում եմ որ ասենք մեր մեխանիզատորները ձմեռը հաց պետք է հասցնեին մի քանի օր ճանապարհ էին մաքրում որ այդ զինվորներն պայմաններ չունեին ապրելու բայց հիմա արդեն լրիվ ուրիշ է։
Քաղաքական ուժերից որոշներն ասում են, որ կգան եւ այս խաղաղությունը, որ հաստատվել է Նիկոլ Փաշինյանի վերած խաղաղությունը, թույլիկ մազից կախված խաղաղությունը, դա խաղաղություն չէ։ Ասենք ուժեղով է Սամվել Կարապետյանը, թե անչամիջ բուլկին։ Բուլկի կա չամիչովա, բուլկի կա առաջ չամիչը։ Որ չամիչ բանը Չամիչով մի քիչ համով է, էլի, ուտվում։ Հակառակ բաներ մի խոսա։ Հակառակ ճիշտ է, բայց իրանք ոչ մի բան չեն կարան։ Ինչ է Ղարաբաղում։ Ով։ Ինչ հիվանդանոց։ Ներդրում անել էլի թողանի, բայց դա ինչ կապ ունի երկիր ղեկավարելու հետ։ Դա իր գործը։ Ինքը մի տարի, երկու տարի առաջ բանով ես անձամբ լսել եմ հիմա որ գտնենք որ քաղաքականությունը իմ խելքի բանը չի։ Հայաստանը այսօր շատ լավ զարգանում է։ Աճում է տնտեսությունը, գյուղը, ամեն ինչը։ Մի տարի հետո ոնց բանար, որտեղ դից լարի ուղարկել, ասա գնացեք խառնեք այս երկիրը։ Ասում են կան մենք ուժեղ խաղաղություն։ Ախ չեն կարա, ուժեղը գաղափարապես, դիվանագետ, այսօր մեր արտաքին քաղաքականությունը ինչ վատ է։ Շատ լավ վիճակում է, շատ։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է կգամ երաշխավորված։ Դրանունը մի տուր էլի։ Դրանունը մի տվեք ընդհանրապես։ Ռոբերտ Քոչարյանի արածներն է, որ այսօրին եք ընկել, Ինչ արա Ռոբերտ Քոչարյանը Այս ներկայիս իշխանության ոչ շատանքի արդյունքն է որ այս։ Չէ, այո, մի բանով համաձայն եմ Մանուկյան Անիկետ իմ մոտիկ ընկերն է։ Ինքը բանը որ Նիկոլ Փաշինյանը դրանց ժամանակին լրիվ պետք է փակեր, լրիվ։ Այսօր ժողովրդի դժգոհությունը է դա։ Թե չէ դրանք սա սուտի բանը Ծառուկյան գագի ամոթ չի բա։ Ասե այս մեր երկրին ամոթ չի որ գնա ասենք Մակի ամբիոնից ինչ-որ մի ելույթ ունենա։ Ինչ պետք է ասի հետարքիրա։ Ինչքան ուզում է հետը զառա մարրա տանի չեն կարող օգնել։ Պետք է ասի զառա դուսուս, երմեկի, նառա, զառա, այս նույնն է։ Այդտենց աղջիկ ջանի, բանը էտա մեր այսօր մեծ մասը։ Վարչապետը ասում է, որ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ քաղաքացի պետք է տեր կանգնի խաղաղության։ Այո։ Դուք որպես քաղաքացի ինչպես կարձագանքեք այդ կոչին։ Դրական, իհարկե դրական։ Բայց մենք պետք է կանգնի։ Իհարկե, մեկ ես թոշակառու մարդ եմ 75 տարեկան, 6 տարեկան, բայց ես միշտ այս բաների մեջ եմ, չեմ կարող անտարբեր մնալ։ Քաղաքական պրոցեսներ։ Հա, չեմ կարող, որովհետև գիտեմ յուրաքանչյուր քայլը կառավարության են մեկի կամ ընդդիմության պետք է որոշես, որն է օգուտ պետությանը, որն է վնասում պետությանը։ Անձեն աչքով արդեն կամ են հասարակ գյուղացին, շարքային գյուղաբաները, քաղաքացիները դա նկատում են, ակնհայտ է այդ։ Որ ասենք մարդը չի ուզում, որ ուզում է պատերազմ լինի, որ նորից իշխանություն վերցնեն, որ մեզ վարչապետը միջը շատ խելոք մտքեր ունի, երեք էլ մի բան ասեց այդ կառավարության բանի ժամանակ։ Ասավ ուզում եմ մեր բան տանեն, մտցնեն այդ պարանի մեջ նորից, հորթի նման։ Է որ մի անգամ սկզբից որ ասեց, հա, Վարլուս, որ մի անգամ ասեց մեզ բանի այդ պարանը գցել են մեր վզից բանի, նա ժողովուրդը վատես ինչ ասեց Ղարաբաղ։ Այսօր իրականությունը ոչ մեկը միջև մի ռիսկ չի արի ասելու։ Այդ մարդը ռիսկը ճիշտ է ասեց, որ ինչ է կատարում։ Այդ դրա համար պետք է մարդու աշխատանք պետք է հարգել եւ պատերժկալ հայրեն ասած։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հունիսի 7-ի ընտրություններին որոշել եք մասնակցելու։ Իհարկե։ Եթե Որպեսզի երկրի քաղաքացի անպայման մասնակցելու եմ գործող իշխանության կողմնակից եմ մեր մարզպետը, որ նախկինում նաև քաղաքապետ էր, շատ մեծ բարեփոխումներ արել Ջերմուկ քաղաքում։ Մենք Ջերմուկը ի սկզբանե շատ գեղեցիկ քաղաք է եղել, բայց մարդու միջնորդությունը, որ ունենանք туриզմ, ավելի աճի է туриզմը, շատ անհրաժեշտ էր ու մարզպետը իր մեծ ներդրումն է ունեցել, հենց եղնի գնացող ճանապարհը, լուսավորումները, ժայռերի լուսավորումները, ամեն ինչ ավելի գեղեցկացել է բնականաբար առողջապահության ոլորտում ես
Առաջին 100 դեղատները, որոնք միացան օֆերտայի ծրագրին, մեր դեղատունը առաջիններից էր։ Ճիշտ է, որպես բիզնես իրականացնող անհատի, գուցե շատ հարցերում ի սկզբանե ձեռնտու պայմաններ չէին, բայց քանի որ մտնում էին այն խավը, որ մարզերում մի քիչ շատ է այդ պարտք հասկացողություն էլի, այն խավն էր մտնում է ծրագրի մեջ, որ պետք է պարտքով չվերցներ արդեն դեղորայքը, այդ հենց արդեն շատ մեծ գործ է այն բնակչի համար, որ խմում է ամենօրյա դեղորայք, ամենօրյա բուժում է ստանում, իսկ մենք բարձր լեռնային պայմաններում ենք ապրում, բնականաբար ունենք եւ գերճնշումով մարդիկ եւ դիաբետիկներ բավականին շատ։ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո շահառուները շատ են ձեր տեղատնից շատ են։ Ի սկզբանե այդ շահառուներն օգտվել են պոլիկլինիկաներից, այսինքն ստացել են իրենց դեղորայքի մասնակի չափաբաժիններով, ստացել են պոլիկլինիկայից։ Հիմա փոխհատուցվում են իրենց գրեթե բոլոր դեղերը, շատ մեծ արժողությամբ դեղեր են փոխհատուցվում, որոնց համար իրանք համավճար կոպեկների չափով ունեն, այսպես կարելի է ասել, ու բոլորը գրեթե խմում են այդ դեղերը, ու չունենք էլ այն խնդիրը, որ գումար չունեմ, դեղս չեմ խմի, բուժումս չեմ ստանա, բնականաբար հիվանդությունը կզարգանա այլ ավելի մեծ տեմպերով։ Եթե հետևել եք քաղաքական ուժերի հայտարարություններին, մասնավորապես քաղաքական բնույթի եւ առավելապես խաղաղությանը վերաբերող, հաստատ արձանագրած կլինեք, որ նրանք թերահավատորեն են վերաբերվում հաստատված խաղաղությանը, այն խաղաղությանը, որը այս իշխանությունն է բերել եւ խոստանում են, եթե գան իշխանության, բերեն ուժեղ խաղաղություն, երաշխավորված, արժանապատիվ, այս խաղաղությունը մեկ մարդու որոշումից է կախված, այդ մեկ մարդն էլ Ալիևն է։ Ինչ կասեք այս հայտարարությունների մասին։ Ուրեմն պատերազմի բոհը մենք բոլորս ապրեցինք մեր մաշկի վրա, բավականին ծանր գնով ստացանք խաղաղությունը ու այս պահին գործող իշխանությունը ապահովում է մեր խաղաղությունը մեր տանիքների տակ։ Չեմ կարծում, որ ինչ որ կաղարդական փայտիկով մեկը հայտնվելու է ու մեզ երկնքից աստղեր իջեցնի։ Մենք ունենք բավականին լավ իշխանություն, բավականին հաջող առաջընթաց ունենք բոլոր բնակավարներում։ Եթե շրջեիք այստեղ մի քանի տարի առաջ կտեսնեիք նույն աղբամանները, նույն կանգառի կայանման կետերը, մեր փողոցները բարեկարգված, խաղահրապարակները, որ մարզի երեխաները չունեն այդպիսի պայմաններ, որ գնան, չգիտեմ, ինչ որ մոլում խաղան եւ այլն, գոնե բակային պայմանները բավականին լավացվել են, որ կարող են երեխաները խաղալու հրապարակներ ունենան։ Եվ կարծում եմ, որ գործող իշխանությունը շարունակելու է զարգացնել իր բռնած ուղին եւ կունենանք նաեւ մարզերում այնպիսի պայմաններ, որ մարզի բնակիչը ստիպված չի տանի իր երեխային մարզ կենտրոն կամ Երևան, որպեսզի ստանա այն հաճույքները, որոնք չկան դեռ Ջերմուկում, օրինակ։ Վարչապետը իր հայտարարություններում վերջերս հաճախ է շեշտում, որ հաստատված խաղաղությունը պետք է պաշտպանվի հունիսի 7-ի քվեարկության միջոցով, քաղաքացին պետք է տեր կանգնի։ Դուք որպես ջերմուկցի բնակչուհի, ջերմուկի բնակչուհի, ինչպես կարձագանքեք այդ կոչին, պատրաստ եք տեր կանգնել ձեր քվեարկությանը։ Կարծում եմ, այո, բոլորն են պատրաստ եւ ամեն մարդ իրեն պետք է այնքան կարեւոր զգա, այնքան պետք է կարևորի իր դերը մեր երկրի խաղաղության մեջ, որ այո, վարչապետի ղեկավարությամբ, բայց նաև իր անհատի որոշմամբ կարողանա իր երկիրը պահի ճիշտ։ Եթե ես իմ դեղատանը իմ աշխատանքը կատարեմ վայելուչ, կատարեմ բոլոր իրավական նորմերին համապատասխան, բնականաբար ես իմ դերով իմ զինվորն եմ, իմ ապակուց այն կողմ, հա։ Բայց եթե ամենքս ասենք, մեկա մեր գործը չի, ով ինչ անելու է, կանի ու նստենք մեր տներում, ոչ մի բան չենք փոխի ու դեռ ավելի վատ կլինի։ Այն մարդիկ, ովքեր կուզենան մեզ դեպի վատ ուղղությամբ տանեն, մեր երկիրը կտանեն դեպի կործանման։ Այնպես որ ես տեր եմ կանգնելու իմ խաղաղությանը, իմ երկրին ու ամենքս մեր դերում, այո, մեր զինվորն ենք։ Խորհրդարանական ընտրություններին հունիսի 7-ին նշանակված մասնակցելու եք։ Ինչ խոսք, անպայման։ Որոշել եք ում եք ընտրելու։ Ես շուտ եմ որոշել։ Փաշինյանն եմ ընտրել։ Ինչու։ Էդ իմ գործն է։ Ում ընտրեմ։ Դե Ռոբերտ Քոչարյանն է։ Դե դրանց անունը խնդրեմ մի տուր, ես իրան եմ ընտրել վերջը։ Սամվել Կարապետյան։ Չէ, ուրիշ անուն մի տուր։ Ասեցի, չէ, Սամվել Կարապետյանը տեխնացու։ Կարա ինքը տեխնացու, խեք դրամն է տալ։ Դե սահմանադրության
Տեսանկյունից ոչ, չի կարող այս բանի։ Այլ որ տեսանկյունից։ Դե խոստանում են, ասում են կգանք, իշխանությունը Ինչ արեց կվերցնենք, ազգի համար է որ գալսատ է բաներ խոսում։ ասում են կգամ ուժեղ խաղաղություն Կգամ, ես էլ եմ ասում կգամ։ Դե կողնեկելա լավ էլ երկիրը պահում է, ինչա դեռ գոհեք դուք։ Նորմալ պահում է։ Մի քանի ոլորտ կնշեք Բոլոր տեղերում էլ բանա, պլյուսանք։ Բոլոր տեղ։ առողջապահության Վայ, համընդհանուր այնքան օգտվել եմ ես։ Ամենից օգտվել գոհ։ Այ հեծն էլ չենք խոսում։ Սրտանց ասում ենք, այդ մարդը ասված մեզ տվել է։ Ինքն է, այդ փիս վախտեր, եթե ուրիշն էր իրմա Սամվել Կարապետյան, Քոչո, դրանց հալ մեկը չտաս։ Եկել էր Սամվել Կարապետյանը։ Ով ուզում է գա, իրավունք ունեն, հայ են, թողան, գնան, բայց հաջող իրանց չէ։ Իսկ ջերմուկում խաղաղ է։ Բայց որտե խաղաղ չէ։ Դե Խաղաղություն։ ասում են 22 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո Կներեք, խաղաղ չի, հենա թուրքը նստած է։ Ով ասում է 540 ասում եք չենք ասում։ Ես որտե թուրքը նստած չի։ Խաղաղությունը կախված է Ալիևի կամքից, մատի։ Ալիևը ում շունն է որ։ Մերից է կախված։ Մեր պետությունը հիմա լավ է։ Նիկոլ Փաշինյան իր կուսակցությունից է կախված։ Всё։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղության։ Ճիշտ ասում։ Դուք որպես քաղաքացի Ճիշտ ասում։ Ճիշտ ասում։ Հա, ես իսկականից ասում եմ դա։ Որ վերես լուծում, դրանց ասածները տանում է թեղ նորից պատրաստ։ Որ ծառայել են, որ զոհ են տվել, որ շի բան։ Մենա բլոտ են խաղ, կարտ են խաղացել, կարվել են ենել, թալանել են երկիրը, եկել են հիմա։ Արժանապատիվ խաղացում։ Խի խաղացում է արժանապատիվ, խաղացում է։ Կամաց, նայեկել ենք պետություն։ Հազիվ շունչ են քաշում, քուրջը։ Հազիվ պետություն են դառնում։ Ինչ են ուզում։ Դրանք ուրիշ բան են ուզում։ Ինչ են ուզում։ Նորից գան, թալանեն, կարդ խաղան է տագի փողերով, թալանանեն ինչ են ուզում։ Պուտինի դասերիմ է։ Չէ, լավ է, քաղաքացիականը լավ աշխատում է, ժողովուրդը լավ աշխատում է, սիրում, նորմալ է։ Բայց մեր նպատակը ազատ անկախ Հայաստան ստեղծելը չի։ Այո։ Իսկ Սամվել Կարապետյանը եւ այլը անկախության երաշխիք տալիս են թե չէ, թե ինչ որ մեկից կախվածություն են տալիս մեզ։ Ալիևից են կախված։ Նորից պետք է կախված լինենք Ռուսաստանից ու այլ պետություններից, չէ՞։ Իսկ մեր նպատակն է ազատ անկախ երկիր ստեղծել համար։ Իսկ ազատ անկախ երկիր ստեղծելու կարևոր նախապայմանը ո՞րն է։ Խաղաղությունը արդյոք նախապայման է։ Իհարկե խաղաղությունը նախապայման է։ Խաղաղությունը արտագաղթի կանգնեցումը, դրանք բոլորը նախապայմաններ են։ Այդ նախապայմանները ստեղծված են այժմ ձեր դիտարկմամբ։ Հիմա ստեղծված երկրորդ տարին Ներգաղթում նույնիսկ ներգաղթ է, չէ՞ արդեն առաջացել։ Վարչապետի կոչին ի պատասխան ինչ կասեք տեր կանգնել հաստատված խաղաղությանը։ Դե մարդը ով որ խաղաղության տեր չի ուզում կանգնի, նա Հայաստանի թշնամին է, դա վճարը։ Բայց իհարկե պետք է տեր կայնենք մեր անկախության, մեր խաղաղության։ Ով չի ուզում խաղաղ ապրի։ Եթե որևիցե մեկը չի ուզում խաղաղ ապրի Հայաստանը, ուրեմն դրանցից է։ Շնորհակալություն։ Մենք անկեղծ ենք ասում, մենք ծանր թեթևարել ենք ամեն ինչը։ Մենք հայ ենք, մեր երկիրն է, մեր պետությունն է, մենք պետք է պահենք մեր երկիրը։ Ով չուզում թուրքաների քաշել, ով մեր հետ է, մենք գնում ենք առաջ։ Մեր առաջիցը Նիկոլն է։ Ես իրա ցավեր տալել եմ իր շրջապատի մարդկանց, այն լավ մարդկանց, լավ հայերի։ Եղա, այս զորով չենք ասում, ես փող չեն տվել, որ խոսանք, այբալա։ Մենք մեծացել ենք ստեղ, տեսել ենք ամեն ինչը, հազիվ եկել է փրկի մթով փրկի էլի։ Առարանը վար լինի ու միշտ հաց տխեք։ Մի հարց ունեմ, հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել եք։ Երևի չէ։ Ինչու՞։ Ժամանակ չկա։ Հաց եք տխեմ, ժողովուրդը
ընտրությունը դա որ քաղաքական ուժի ընտրությունը կլինի։ Նայած համար որ քաղաքական ուժն է կարևոր։ Օրինակ դուք որ քաղաքական ուժի կուզենայիք ընտրել։ Ես, բայց կգնամ ընտրության։ Որը կգա կորոշենք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից գոհ եք։ Բայց քիչ բան չի արել մարդը։ Ամեն ինչ է արել, այ։ Օրինակ ինչ է արել, կնշեք։ Օրինակ քիչ չի արել, կանքերը սարքել է, ռուսները, արտիստները, այդ խոշակարումների ծնի, քիչ չի արել։ Այն մեկ է ինչ են արել, ոչ շնան չեն արել։ Առողջության ապահովագրությունից օգտվել եք։ Այո։ Իաշկուս վիրահատել եմ, հետապում են եկնել անել։ Օգտվել եմ։ Օգտվում են։ Իսկ ջերմուկում խաղաղ է։ Քաղաքական մյուս ուժերը ասում են, որ կգան եւ երաշխավորված ուժեր խաղաղություն կբերեն, այս խաղաղությունը որ կա, դա անցողի խաղաղությունը, Ալիևի որոշումից է կախված, կլինի խաղաղություն, թե ոչ, ինչ կասեք այս մասին։ Մասնակցել եք հունիսի 7-ի ընտրություններին, որոշել եք ում եք ընտրելու։ Փաշինյանին։ Ինչու՞։ Մեր լավ վարչապետն է։ Ամեն ինչ անում է մեր մարդկանց համար։ Ինչ է արել օրինակ։ Օրինակ դեղերը ձրի տալիս է, ես հաշմանդամ եմ, փետս ընդեղա։ Թոշակը ավելացնում է։ Ես առողջապահության ես որ գնում ես հիվանդանոց բան, elə ձրի է, ոչ մի ողմող չեն վերցնում։ Ամեն ինչով մենք արժանի ենք, որ ընտրենք մեր Փաշինյանին։ Իսկ խաղաղություն կա։ Խաղաղությունն էլ շատ լավ է։ Ջերմուկը խաղաղ է։ Շատ խաղաղ։ Հայաստանը ամենախաղաղ տեղն է ջերմուկը։ Նիմադիրներն ասում են, թուրքը նստած է, Նրանց չենք հավատում, ցավը տանեմ։ գնում Նիկոլ Փաշինյանը հավաքել է։ Մենք նրանց չենք հավատում։ Մենք մեր վարչապետին ենք հավատում, մեր ջերմուկի ժողովրդին ենք հավատում, որ շատ բաներ են իստենց, շատ ինտերական, շատ շրջապատվող մարդիկ են։ Օրինակ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն ասում են, մենք կգանք եւ ուժեղ Ասկի ես չեմ ճանաչում Սամվել Կարապետյանն ով է ինչա, չեմ ճանաչում ով է ինչա։ Ռուսաստանցի գործարար։ Հա։ Դու գտամ գործարար։ Թո մներ ընդ Ռուսաստան չի եկել Հայաստան բա։ Մներ Ռուսաստան գործարարություն անում։ ուղարկիներ եք գլա, Հա։ Թո մներ ընդ Ռոբերտ Քոչյանն ասում է կգամ երաշխավորված արժանապատիվ խաղաղություն։ Իրանց ասելը ցավը տանը։ Մեր մոտ շատ իրանց ասածը սուտ է մեր մոտ։ Հայաստանը։ Մենք չենք հավատում ոչ Քոչարյանի, ոչ Կարապետյանի, ոչ մեկի։ Մեզ ունենք մի հատ վարչապետ, կընտրենք ու ինքն էլ կանցնենք։ Շնորհակալություն։ Դուք որոշել եք մասնակցելու եք հունիսի 7-ի ընտրություններին։ Անպայման։ Եթե գաղտնիք չի, որ քաղաքական ուժին է։ Ներկայիս իշխանության։ Ինչով է ներկայիս իշխանությունը արժանացել ձեր ապագա քվեարկության։ Ինչի համար եք քվեարկելու։ Որ մի թոշակառուներին տեղ տվեց, թոշակը բացացեց դեղից անվճար ստանում բուժումին անվճար ստանում եք, նավդի մարդիկա նստել, որ 2 միլիոնով պետք է կնար ապերացիա, ինքը ծրի ապերացիա եղել, սրտի ապերացիա, բաց վիրահատում, այդ դրա համար ինչ տենում ենք նա համար էլ Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին ինչ կասեք, ասում են կգանք ուժեղ խաղաղություն կբերենք, չեն կարող երաշխավորված նրանք որ ուժեղը լինեն, այն ժամանակ են պատերազմի ժամանակ թոտին հայ ազգին համախմբին տուսի ճակատը կրնի։ Մենք տարիքով մոտ մասնակցել ենք ամեն ինչի 25 տարի Ղարաբաղ եմ մնացել, Եղեգնաձորից կանցել եմ ընդդեմ մնացել։ Ինչ տեսա, 25 տարի արիմ տրիմ մի գիշերվա մեջ թողացի մեկա, այդ չէր ուժեղ Հայաստանը, դու այն ժամանակ կար ուժեղ Հայաստանի տերկայներ։ Իսկ դուք տեր կկանգնեք հաստատված խաղաղությանը հունիսի 7-ի ընտրությունների ձեր քվեարկության միջոցով վարչապետն ասում է, չէ՞ որ պետք է տեր կանգնեք հաստատված խաղաղությանը։
Ոչ տան է, որ տեղականը մենք էլ իրա թիգունչին պիտի տեր կայնենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։